Թեպետ կառավարությունը վերջին 2 տարիներին առողջապահության նախարարությանն ավելի քան 80 միլիարդ դրամ է հատկացրել, նախարարությունն էլ պնդում է, որ պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկը ամեն տարի ընդլայնվում է, մեր հարցումներն ու ստացած ահազանգերը փաստում են, հաշմանդամության կարգ ունեցողները նույնիսկ երբեմն ստիպված են վճարել պետպատվերով բուժման համար։ Վճարով է, էլի փողը 10 դենայել, փողը չտաս չեն էլ նայել։ Մի հատ նախադասություն խոսում ես, արդեն ասում 6000 տուր խոսանք, էլ ինչ ասում։ Օրինակ, եթե հիվանդանոցում հնարավորություն չկա չի։ Հա, որ կարգի։ Երկրորդ կարգի հաշմանդամ է։ Հա, Բայց մեկը վճարովի է։ Հա, որտեղ գնում եմ, ասում կապ չունի։ Այսինքն ասում են վճարովի չի, բայց գնում ենք, պարկում ենք, նորից վճարում ենք, մուծում ենք։ Դուք թոշակառու եք, քանի տարեկան եք։ 71 Հաշմանդամ չեք։ Հաշվանդամ եմ։ Կարգ ունեք հաշմանդամ։ Այո, Որ կարգ։ երրորդ կարգ։ Եթե գումար չկա, պարզա որ բուժում չի լինելու։ Քիչ դեպքեր ա եղել։ Ոչ։ Մեկ է քիչ դեպքեր որ։ Ես չէ, բայց իմ ծանոթները կան, որ կարա մահանա, բայց ոչ մեկ օգնություն չի տա այդ դեպքում։ Այո։ Ես ամուսին ունիմ, այստեղ անընդհատ տարի այստեղ կբուժվի, բայց այնքան թանկ է, որ ի վիճակի չենք։ Ինչ հիվանդ է դրա։ Սրտով հիվանդ է։ Այսինքն կարգ ունի հաշմանդամը։ Հա, ունի։ Բայց ինչ թաղի։ Անվճար է։ Չէ, անվճար չէ, դա բառատն են տեղադրել։ Հայաստանում, ուր ըստ պաշտոնական վիճակագրության յուրաքանչյուր երրորդ նախքատ է, պետպատվերի սղությունը առավել ակնհայտ դարձավ շաբաթներ առաջ, երբ խոզի գրիպի բռնկումից մոտ 20 օր անց նախարարությունը հայտարարեց, թե անվճար բուժումն ավարտվել է եւ հոսպիտալացված հարյուրավոր հիվանդներն արդեն պարտավոր են վճարել։ Հենց հիվանդանոցից Ազատություն զանգահարած 22-ամյա Թամարա Խաչատրյանը պնդում է, Արմենիա բժշկական կենտրոնում իրեն երկընտրանքի առջև էին կանգնեցրել, կամ վճարել 300,000 դրամ կամ տուն գնալ չբուժված։ 2 օր եմ ընդամենը պարկել, քանի որ 100,000 եմ տվել, պետք է 288,000, ինձ դուրս են գրում, իրանց հետաքրքիր չի։ Ինչ խնդիր էր ձեզ մոտ։ Թոքաբորտը։ Ես որ Երևանյան հիվանդ եմ, ինձ միանգամից գցել է թոքաբորտ։ Դուք H1N1-ով եք վարակվել։ Հա, H1N1 ու թոքաբորտ։ Իսկ դուք հարցրել եք, ես ապակինվել եմ, որ դուրս եք գրում։ Ինքը ասում է չենք ապակինվել։ Իրանք միայն իմ ամուսնուն ասում են, որ բանը վտանգավոր է, ճիշտ է, բայց դե ինչ արած որ դուք գումարը չեք վերում, մենք դուրս ենք գրում։ Իրանք ասում են, մեզ որ մեր տնօրենն է ասում, 100,000-ը մուծել ենք, 188,000 էլ պետք է մուծենք։ Դա թոքաբորտի բուժման համար այո։ Արմենիա բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը մինչդեռ մեծ զրույցում վստահեցրեց, բժիշկն ու հիվանդը իրար լավ չեն հասկացել։ Անկախ նրանից իրեն ինչ է ասվում, ով է ասում կամ ինքը այդ ասվածը ինչ ձև է անցալում։ Միանշանակ, եթե հիվանդը ունի կարիք հիվանդանոցային բուժման, դա բացառվում է, որ հիվանդին դուրս գրեն, ասեն գնատուն կամ եթե մնում ես, մենք որևէ բուժում չենք անում։ Օրական հազարավոր հիվանդների սպասարկող հիվանդանոցի փոխտնօրենը եւս փաստում է, իրենց դիմողների մեծ մասը վճարունակ չէ, եղել են դեպքեր, երբ ստիպված անգամ դատարան են դիմել։ Վճարունակ չի մեր ժողովրդի մեծ տվար զանգված։ Այո, հազարնավորներին մենք ցույց ենք տալիս պատշաճ բուժօգնություն, բայց արդեն շարունակում ենք հետագա մեր պահանջը ֆինանսական իրավական ակտերով։ Սոցիալական ցանցերում եւս գրեթե ամեն օր կարիքավորներին բուժելու համար դրամահավաք է կազմակերպվում։ Ինչ ակնկալեն նրանք պետությունից, շաբաթներ առաջ նախարարության պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանից հետաքրքրվել էին Ազատության Facebook-յան ասուլիսի օգտատերերը։ Մոտ 410-20 հիվանդանոցային բուժօգնություն ենք ունեցել, որից 360,000-ը պետական պատվերով իրականացրած բուժօգնություն։ Բարձրագույն տեխնոլոգիաներով իրականացվող բուժօգնությունը կոչվում է նորագույն տեխնոլոգիան։ Այդտեղ պետության մասնակցության մասով է հանդես գալիս, ամբողջովին չի կարողանում գումարը փակել։